Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, իսկապես այսօր առավոտյան արդեն լուր տարածվեց, որ Արեգնազ Մանուկյանին, ով նաև Հայաստան խմբակցության նախկին падգամավոր էր, տանում են կալանավորման, իսկ ինչն է նրա մեղքը այն է, որ ինքը համաձայնել է հանդես գալ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների ցանկով որպես падգամավորության թեկնածու, իսկ բոլորս շատ լավ գիտենք, որ այսօրվա իշխանությունը այսպես ակնհայտորեն հարձակում է սկսել Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուների, կուսակցականների եւ ընդհանրապես այդ կուսակցության գործունեության վրա ինչու շատ լուրջ հարց է առաջանում այդ ինչու հանկարծ ի վերջո իրենց սրտի սահմանադրական դատարանով ապացուցեցին, որ իրենք ճիշտ են, որ իրենց գողությունը ճիշտ է, որ Բարգավաճ Հայաստանը այդ 60,000 ձայներով, Բարգավաճ Հայաստանին տրված 60,000 ընտրողների քվեները ոչինչ չարժեն իրենց համար եւ իրենք Բարգավաճ Հայաստանին դուրս թողնելով ազգային ժողովից ապահովեցին իրենց 3/5-ը։ Լավ, այդքանից հետո հիմա ինչու են հարձակվել նորից Բարգավաճ Հայաստանի վրա, ինչու են շարունակում այդ հարձակումը։ Պատասխանը ակնհայտ է, որովհետեւ ամբողջ աշխարհը իմացավ, ամբողջ աշխարհը համոզվեց, որ մինչև հիմա բոլորս գիտեինք, որ նրանք ստախոս տեսակն են, որ մի բան ասում են, մի այլ բան անում են, ոչ մի իրենց ասած խոսքին տեր չեն լինում, հիմա նաև ապացուցվեց նաև, որ իրենք լրացնում են մարդկության են գող տեսակի շրջանակը, այո, նրանք գողացել են այդ կուսակցության քվեները, բա գողությունը էլ ոնց է լինում, հենց այդ գող տեսակի բացահայտումը իլուր աշխարհի ցուցադրումը չեն կարողանում մարսել եւ հետեւաբար պիտի հարձակվեին Բարգավաճ Հայաստան կուսակցության վրա, ինչը եւ անում են, ինչը եւ շարունակելու են անել, քանի որ ունենք մենք այսպես հոգեխանգարմունքի մեջ գտնվող մի ղեկավար, ով չի կարողանում որևէ կերպ մարսել այդ ստերի այսքան բացահայտումը, իր տեսակի այսքան բացահայտումը, իր դիմակի այսքան պատրումը եւ սա է ընդհանրապես պատճառը, որ Արեգնազ Մանուկյանը այսօր հայտնվել է կալանավայրում եւ նրան տանում են չգիտեմ ինչ հոդված կդնեն նրա վրա, իհարկե այդ հոդվածը որ կկարեն նրա այդ գործը որ կկարեն չի ապացուցվելու, բայց դա ինչ կարևոր է իրենց համար հիմա մինչև հիմա ընդդիմադիրների վրա կարած որ գործն է հաստատվել, որ այդ գործը հաստատվի, բայց միևնույն է իրենց սրտի մխիթարանք այսպես հերթով տանելու են ընդդիմադիրներին, մինչև հոգեխանգարմունքը կանցնի կամ չգիտեմ ինչ կլինի։ Երկու ամսով կալանավորեցին նաև Դավիթ Ծառուկյանին, մենք տեսանք, թե ինչպես են ներխուժում իր բնակարան, իր առանձնատուն եւ դներ ուղղակի բացում է պարոն Ծառուկյանը, այդ տապալելու կադրերը ուղղակի սարսափելի են անգամ նորից դիտելը եւ հետո նաև կենթանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքը իմիջիալից մինչև այս ժամը այգում պահող կենթանիներին չուն չեն տալիս ջուր սնունդ հասցնել, այնտեղ նժույգներ են, այնտեղ կոկորդիլոսներ են, թռչուններ են, ձկներ են, բույսեր են, ոչ մի խնամքի անտերության մատնված, այն էլ ինչ նժույգների մասին է խոսքը, այն էլ ինչ կենթանիների մասին է խոսքը, դե իհարկե նաև սպիտակ աղությունը սատկացրեցին։ Սրանք կռիվ ունեն այն ամենի հետ, ինչը կապված է ընդդիմությանը։ Նրանք կռիվ ունեն այն ամենի հետ, որը որևէ կերպ բացահայտելու է իրենց տեսակը, հասկանում եք։ Նրանց համար Ծառուկյանը, նրա թիմակիցները, Բարգավաճ Հայաստանի ցուցակը, Ծառուկյանի ընտանիքի անդամները, Ծառուկյանի ընտանիքի տան տարածքում ապրող կենթանի շունչ ունեցողները, այդ բոլորը իրենց համար թշնամի են։ Սա միայն ապացուցում է հոգեվարքի մեջ գտնվող վիճակը իրենց։ Եվ սա նորից ու նորից կրկնում եմ, ապացուցում է իրենց գող տեսակ լինելը։ Եթե դուք ամեն ինչ ճիշտ եք արել, ինչի եք այդ հոգեխանգարմունքի մեջ մտել։ Եթե դուք իսկապես ճիշտ եք արել, չեք գողացել ձայները, Բարգավաճ Հայաստանը չի անցել, լավ ինչն եք ուզում ապացուցել։ Դուք ելի եմ կրկնում, ապացուցում եք մի պարզ հասարակ բան։ Այո, դուք գողացել եք Բարգավաճ Հայաստանի քվեները, այո, դուք այդ ամեն ինչը արել եք Ադրբեջանի պատվերով, ինչու, որովհետև դուք Բարգավաճ Հայաստանի քվեները գողանալով ձեզ համար ապահովել եք ազգային ժողովում 3/5 մանդատ։ Սա է ամենամեծ մեխը։ Դուք սա եք արել, դուք շատ լավ գիտեք, որ արդեն 2/3 չունեք եւ գոնե
3/5 պահելու կռիվն եք տալիս եւ 3/5 պահելու այս հարցը արդեն ձեր սրտի սահմանադրական դատանով լուծել եք մարդկանց հանգիստ թողեք ի վերջո ինչքան կարելի է այդպես այդ հոգեվիճակով ապրել մեղք եք ինքներդ մեղք եք վերջի վերջո այդ հոգեվիճակում այնպիսի բաներ եք խոսում այնպիսի բառակապակցություններ այնպիսի վարքագիծ եք դրսևորում դա հասարակ մահկանացուին հարիր չէ ելուր մնաց վարչապետին ելուր մնաց հաղթող ուժին բա դուք հաղթող ուժ եք այս ինչ եք անում դուք կրկնում եմ դուք ապացուցում եք անհերքելին դուք ապացուցում եք աքսիոման որ դուք մարդկային գող տեսակի մեջ եք մտնում դուք այն տեսակն եք ով պատրաստ է գողանալ ընտրողների քվեները հայտարարելով որ իրենք ամենալեգիտիմ իշխանությունն են դուք գողանում եք եւ քվեները եւ հայտարարում եք որ ամենալեգիտիմ ընտրությունները ձեր իշխանության ժամանակ են եղել իսկապես այս ընտրությունները դրա ապացույցն էին եւ ձեր այսօրվա վարքագիծը հենց միայն դա է ապացուցում որ դուք չեք կարողանում ձեր իսկ արած գողությունը մարսել ինչու որովհետև դա միջազգային հանրությունն է տեսնում դա ձեր ընտրողն է տեսնում դա ձեզ քննադատողն է տեսնում դուք ինքներդ ձեր ներսում հոտեսնում եք դուք կռիվ ունեք նաև ինքներդ ձեզ հետ ձերնից շատերը եւ ի վերջո սիրելի հայրենակիցներ ի վերջո սա ապացուցում է որ այո իրենք չեն հաղթել իրենք գողացել են իսկ դա վերջի վերջո մի օր պետք է կանգ առնենք այդ process-ը պետք է կանգ առնի եւ այդ ամեն ինչը ունենալու է իր վերջը եւ իսկապես այդ վերջը մոտ է իրենք դա շատ լավ են հասկանում իրենք շատ լավ հասկանում են որ այսօրվա դրությամբ իրենք Ադրբեջանի պահանջները չեն կատարել իրենք շատ լավ հասկանում են որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը ավելի խիստ է պահանջում այն բոլոր խոստումները որ տվել էին իսկ ինչ խոստում է առաջին խոստումը սահմանադրությունը փոխել նրանք ձեզ խաբեցին քվեներ վերցրեցին եւ ասեցին մենք բերել ենք խաղաղություն բայց ամեն օր Աստծո ամեն օր Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է որ խաղաղության փաստաթղթի տակ ստորագրություն չի լինի քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել իսկ Բայրամովը նույն հայտարարությունն է Եվ դա պատահական չի որ արել է Բայրամովը դա մենակ այսօր չի արել երեք չի արել հենց խոսակցություն է բացվել այդ փաստաթղթի մասին այս ղեկավարությունը Ադրբեջանի տարբեր դեմքերով տարբեր լեզուներով տարբեր բերաններով այսպես ասած հայտարարել են որ ոչ մի խաղաղության փաստաթուղթ առանց Հայաստանի սահմանադրության փոխելու իսկ Հայաստանի սահմանադրության փոփոխության համար ազգային ժողովում նրանց անհրաժեշտ է 2/3 քվե որը իրենք այս ընտրությամբ չեն ստացել եւ սա է իրենց այս հիստերիայի պատճառը եւ սա է եւ իրենք այդ գողություն արեցին գոնե 3/5-ի ինչու 3/5 որովհետեւ գոնե 3/5-ով պետք է կարողանան պահել իրենց սրտի ուզած ՍԴ-ին պահել իրենց ԲԴԽ նախագահին իրենց դատախազին մյուսին որ իրենց անօրինականություններին դեռևս ընթացք տան առանց այդ օրինականությունների իրենք ոչ մի բանի հասնել չեն կարող այո Ադրբեջանը ոչ մի խաղաղության փաստաթուղթ չի ստորագրելու սիրելի հայրենակիցներ քանի դեռ սահմանադրությունը չի փոխվել եւ նրանք արդեն լծվել են բոլոր հնարավոր անհնար գործողություններն իրականացնելու այդ սահմանադրությունը փոխելու համար իսկ ինչ ճանապարհներ կա սահմանադրությունը փոխելու նախ իրենք հասկացան, որ այդ 2/3-ը չունեն, այսինքն ազգային ժողովի կողմից հանրաքվե հայտարարելու հնարավորությունը չունեն։ Իրենք այն ասում ձեռքերը գցել են փրփուրներից, հա, իրենց հավատով պետք է 300 կարող է տեսականորեն, հա, 300,000 ստորագրությունով ստորագրահավաք կազմակերպեն, պահանջեն հանրաքվե եւ այլն։ Ենթադրենք այդ ստորագրահավաքը կազմակերպեցին։ Ի վերջո իրենց պետք է ընտրողների առնվազն ամենակիչը 1/4 ձայնի այոն իսկ դա բավականին մեծ թիվ է իրենք շատ լավ հասկացան որ այսօր եթե թերևս իրենք թեև ունեն 740,000 ձայն բայց իլուր աշխարհի բոլորս տեսանք չէ սահմանադրական դատարանում քննարկումներից որ 740-ի 100,000-ից ավելին լրիվ կեղծված ձայներ էին 80,000 ձայն միայն այդ սարքը մատնահետքեր ճանաչող սարքը չի ճանաչել այդ մարդկանց իսկ դա չի նշանակում արդյոք որ այդքան մարդ
տարբեր տեղեր կրկնակի եռակի ընտրություն է արել, իհարկե ողջամիտ կասկած է, լրացուցիչ ցուցակները, որոնք պետք է լինեին փակ, դրանք 18,000 պետք է լինեին, բայց 30,000-ին է տարբերությունը, զինվորների այդ բազմակի, ով է ասել, բազմակի կրկնություններ, այո, կգա ժամանակը եւ այն զինվորները, ովքեր որ այսօր ծառայել են եւ նրանց այսպես տարել են տարբեր տեղերով ընտրությունների մասնակցել, այդ մարդիկ հո տուն են գալու, այդ մարդիկ հո գալու են, ձեզ ինքներդ ասելու են, այնպես որ իրենք շատ լավ գիտեն, որ այդ ամեն ինչը կեղծել են, իրենք շատ լավ գիտեն, որ այդ 740,000-ի մեծ մասը իսկապես իրենց չի ընտրել, իրենք կեղծել են, իրենք սարքել են, իրենք շատ լավ գիտեն, որ ամեն դեպքում այդքան կեղծելուց հետո իրենց չի հաջողվել ընտրության մասնակիցների կեսից ավելի ձայն ապահովել, սա ամենամեծ հարվածն է իրենց, այդքան մեծ կեղծիքներից հետո նրանք չեն ստացել 50% ձայնը եւ հետեւաբար չեն կարողացել ունենալ այդ մեծամասնությունը այդ կեղծիքներով հանդերձ 2/3-ը եւ հիմա արդեն Ադրբեջանի պահանջը չկատարելու փաստի առաջ են եւ դրա համար ինչ են անելու, դրա համար իրենք արդեն ընտրական օրենսգրքի փոփոխություն առաջ բերեցին, որտեղ խոսեցին ռեզիդենտ քաղաքացիներին 173 եւ պակաս եթե 173 օրից ավել բացակայում են նրանց ընտրության իրավունքից զրկելու, սա միջազգային սկանդալ է, հասկանում եք, երկիր, որ իրեն հայտարարել է ժողովրդավարության բաստիոն, մարդուն ընտրում է իր ամենակարևոր սահմանադրական իրավունքից, որովհետև նա 173 օր ավել բացակայում է երկրից, սա ամենավառ ապացույցն է, որ իրենք այլևս գնալու են բոլոր հնարավոր կեղծիքների եւ այս տարբերակով փորձելու են իբր թե ընտրողների ցուցակները պակասեցնել, ինչու, որովհետև ընտրողների ցուցակը պակասեցնելով նրանք պակասեցնում էին նաև 1/4 անհրաժեշտ ձայների քանակը եւ իրենց կարճ խելքով այդ 1/4-ը ապահովել են։ Իրենք տեսեք մի կողմից ասում են պատկերացնում են, որ 173 եւ ավելին ձայները հանելով հաստատ ցուցակները պակասեցնելու է, բայց մյուս կողմից են ապահովագրության մասին, երբ որ խոսում են, իրենց այս ծախսերը, այս իրանց չկայացած հաշվարկները արդարացնելու համար ասում են, դե գիտեք, 173 եւ ավելի պակաս բացակայողների թիվը ավելացել է ռեզիդենտ քաղաքացիների, իսկ այնտեղ պահանջվում էր այդ պահանջը կար 100,000 ավելացել են, այսինքն լսեք, մի հատ եկեք կենտրոնացեք, միտեղ ասում եք ավելացել են, միտեղ այդ նույն տրամաբանությամբ պակասեցում եք ուզում ապահովել, խելքի հաշեցեք, խելքի եկեք, միևնույն է դուք դա չեք կարողանալու անել եւ ես սիրելի հայրենակիցներ ձեզ իհարկե անպայմանորեն ուզում եմ կարևորել ձեր ընտրությունը, մի հուսահատվեք, եկեք ես պարզ թվաբանություն անեմ, հա ուղղակի, մենք 21 թվականին ընտրություններին մասնակցելով ունեցել ենք 300,000-ին մոտ ձայն, ովքեր այս իշխանություններին դեմ էին եւ իշխանություններին կողմ 670,000 ձայն է քվեարկել այս տարի 26 թվականին արդեն այս իշխանություններին դեմ քվեարկողների քանակը 600,000-ից ավել է, ավելի քան կրկնապատկվել է իշխանության դեմ ձայները, սա ամենամեծ խնդիրն է այս իշխանությունների համար, իրենց ձայներն են ավելացել, 670-ը չգիտես ոնց անցել է 700, դարձել է 740, բայց եկեք հասկանանք, եկեք ընդունենք, որ կեղծելով են դա արել, իրենք էլ գիտեն ու այսօրվա հիստերիան հենց այդ է, որ իրենք արդեն այլևս չեն կարողանում, գոնե իրենք իրենց խափեն, ընդունում են, որ այդ կեղծիքը եղել է, բայց եթե նույնիսկ 740-ի հասել իրենց կողմնակիցների ձայները, հարաբերության մեջ ընդդիմադիրների ձայները կրկնապատկվել են, իրենց ձայները ավելացել են ընդամենը 1/5-ով, 1/6-ով, սիրելի հայրենակիցներ, այնպես որ իրենք դա շատ լավ հասկանում են եւ իրենք դա շատ լավ գիտակցում են եւ մենք երբևիցե չպետք է կորցնենք մեր հույսը, պետք է մենք անպայմանորեն շարունակենք մեր պայքարը, մենք պետք է նորից շարունակենք, այո, մենք մեր ուզածին չենք հասել, այս ընտրություններով վերջնականապես չկարողացանք իրենց հեռացնել իշխանությունից, բայց մի կարևոր խնդիր գոնե լուծել ենք, 2/3-ից իրեն զրկել ենք եւ պայքարը պետք է շարունակենք, այո, շատ կարճ ժամանակում նաեւ միգուցե փողոց եւ խորհրդարան
համատեղ պայքարով շատ կարճ ժամանակում հասնենք արտահերթ ընտրությունների, հասնենք, չգիտեմ, իշխանությանը, հրաժարականի, հասնենք տարբեր ձևով սրանցից հեռացման։ Եվ մենք պետք է այս պայքարը շարունակենք, սիրելի հայրենակիցներ, երբեք մի հուսախաբվեք, մի հուսահատվեք։ Ոչ մի, քանի դեռ այս իշխանություններին հեռացնելու համար պայքարող կա, ուրեմն այդ գործը հնարավոր է իրականացնել։ Ես ամենայն դեպս ապրում եմ այս տրամաբանությամբ։ Եթե ունենք պայքարողներ, ուրեմն այդ գործը հնարավոր է։ Իսկ մենք ունենք պայքարողները 600,000 ընդդիմադիր քվեն վկայությունն է այդ ամենի։ Դա հոգեկան հիվանդի կեցվածք է, հասկանում եք, եթե եկեք հիշենք ընդամենը այն դիպվածը, երբ Ծառուկյանը, երբ այդ Փաշինյանը Ծառուկյանին մեղադրում էր օտարերկրագործակալ լինելու մեջ, եւ Ծառուկյանն էլ պատասխանեց, ասեց, կամ պետք է ապացուցես, որ գործակալ եմ, կամ եթե ոչ, պետք է քեզ բերեմ առյուծներից վանդակ։ Այդ հոգեկան հիվանդի պահվածք է, ուղղակի դա չի կարողացել այդ նախադասությունը մարսել, հասկանում եք, դա միայն հոգեվարքի մեջ գտնվող մարդու վարքագիծ է, գործելավոճ է, այնպես որ ինչի եք զարմանում, նա դա պետք է անի, խելոք, խելացի, գրագետ, քաղաքական գործիչը, այն էլ հաղթած գործիչը, իրեն թույլ չպետք է տար ընդհանրապես դրա վրա ուշադրություն դարձնել, բայց ինքը իր ամբողջ ուժը կենտրոնացրել է այդ փաստի վրա, ինչու, որովհետև իրեն համարձակվել են վախեցնել այդ առյուծի, ворց առյուծի վանդակով, հասկանում եք, էլի եմ կրկնում, բացի հոգեկան հիվանդից, ուրիշը նման վարքագիծ չէր դրսևորի, դա հոգեվարքի մեջ գտնվող այն ձեռքերը փրփուրներին գցող, ինքը հասկանում է, միշտ ասել եմ ու ասում եմ, ինքը շատ լավ հասկանում է, թե ինչ է խոստացել թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչի դիմաց է խոստացել եւ ինքը շատ լավ հասկանում է, թե ինչ պատժի առաջ է կանգնելու այդ խոստումները չկատարելու պարագայում եւ հիմա արդեն այս ընտրություններից հետո իր խոստումների չկատարումը ավելի ակնհայտ է դառնում այո այդ թուրք-ադրբեջանական տանդեմը նրա առաջ հարց է չէ դնում չափահովեցիր 2/3 սահմանադրություն չես կարողանում փոխել չունեցար նույնիսկ կեսից ավելիի ձայներ քվեների ընտրողները քեզ իշխանության դեմ գտնվողները 300,000-ը դարձել են 600,000 հասկանում եք սրանք փաստեր են որ իր առաջ դրվում են եւ ինքը շատ լավ գիտի որ այդ փաստերը անհերքելի փաստեր են եւ Ադրբեջանը իրեն չի ներելու թուրք-ադրբեջանական տանդեմը չի ներելու այդ վախեցած մարդու առաջ առյուծնել, վագռնել, հասկանում եք իր համար ամենամեծ թշնամիներն են դառնում, սարսափում է այդ մարդը, թե Ծառուկյանից, թե նրա առյուծից, թե նրա վագրից եւ ընդհանրապես որևէ ընդդիմադիրից։ Սա հոգեկան, հիվանդի վախեցած մարդու վարքագիծ է ընդամենը։ Նախագահի հետ, ազգությամբ Թուրքի հետ, որը չէր թաքցրել, որ ինքը ներգրաված է լինելու եւ ամեն ինչ անելու է հայ առաքելական եկեղեցու իդեմս վեհապար հայրապետին հեռացնելու հարցը։ Այո, շատ կարևոր հարցի մասին ինձ հիշեցրեցիք։ Գիտենք, որ ԵԱՀԿ-ում նախագահությունը այսպես ռոտացիոն սկզբունքով փոխվում է եւ հիմա արդեն հերթը հասել էր ազգությամբ Թուրքին եւ ըստ էության բանկերները կարողացել են, այսպես ասած, բացահայտել նրա դիմակը, բացել նրա տեսակը եւ ուղղակի Նիկոլ Փաշինյան հանդես գալով, որպես զրուցակից հանդես գալով, նրանք հարցրել են արդյոք այդ թուրք ղեկավարը, ԵԱՀԿ ղեկավարը պատրաստ է օգնելու Փաշինյանին կաթողիկոսին եկեղեցուց հեռացնելու հարցում եւ
Ինչ ենք զարմանում, նա այո, ասել է, որ այո, ամեն ինչում պատրաստ է, ինչու, որովհետև նրան դա իրենց ծրագիրն է, իրենք էլի եմ ասում, իրենք ուզում են սահմանադրություն փոխել, իսկ սահմանադրություն փոխելուն ովքեր են դեմ եւ ովքեր կարող են խանգարել այդ գործընթացին, իհարկե կարող են խանգարել ընդդիմադիր ուժերը, որոնց վրա ամենօրյա հարձակում է իրականացվում, իհարկե կարող են խանգարել այն անհատները, այն կառույցները, ովքեր իզորու են մարդկանց համախմբելու իրենց շուրջ, իսկ դա ազգային եկեղեցին է, իսկ դա մեր հայ առաքելական եկեղեցին է եւ հետեւաբար նաեւ կաթողիկոսն է եւ նրանց համար շատ կարեւոր է կաթողիկոսին հեռացնելը, որպեսզի նրանք թուլացնեն մեր եկեղեցին, որպեսզի նրանք թուլացնեն այն ուժը, որը իզորու է մարդկանց հավաքելու իր շուրջ եւ հետեւաբար նաեւ պայքար ունենալու եւ հետեւաբար նաեւ իզորու է հայրենասիրությունը մեր եկեղեցուն հավատարմությունը օգտագործել հայրենասիրությունը ամրապնդել, իսկ հայրենասիրությունը հայրենասեր մարդը երբեք թույլ չի տալու, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մտնի Հայաստան եւ գործի Հայաստանում այնպես, ինչպես ինքն ուզում է, իսկ նրանց ուզածը դա է եւ հետեւաբար նրանք պատրաստ են աջակցելու, նրանք այդ ամեն ինչ անում են 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու պահանջով, որը շատ զուգահեռ հենց այդ Սահմանադրության փոփոխության հետ զուգահեռ համահունչ անընդհատ նույնպես հնչում է բոլոր հնարավոր ճանապարհները նրանք օգտագործելու եւ ինչքան ուզում է այս իշխանությունները հերքեն, ինչքան ուզում է փորձեն հանրության ուշադրությունը շեղել այդ հարցերից, Ադրբեջանը ինքը ամեն օր հիշեցնում է դրա մասին։ Նրանք հայտարարում են իրենք չեն ստորագրելու խաղաղության թուղթը, քանի դեռ սահմանադրությունը չի փոխվել։ Նրանք հայտարարում են, որ իրենք երբեք չեն հրաժարվելու 300,000 ադրբեջանցիների Հայաստան բնակեցնելու պահանջից։ Նրանք հայտարարում են, որ սա արևմտյան Ադրբեջան է։ Այսինքն սրանից ավել էլ ինչ պետք է ասեն, որ հանրությունը հասկանա, որ իսկապես այս իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի դրածոներն են եւ անելու են այն բոլոր պահանջները, որ թուրք-ադրբեջանական տանդեմը անում է, պահանջում է։ Եվ մի բան էլ, հա, ասենք այս դեռ իհարկե ազգային ժողովի նախագահ չի ընտրվել, բայց արդեն շատ լավ գիտենք, որ ազգային ժողովի նախագահի թեկնածու որպես արդեն ԿՊ-ն իր վարչությունով հաստատել է Ռուբեն Ռուբինյանին, ով միգուցե շատ ավելի հոգեհարազատ է թուրք-ադրբեջանական տանդեմին եւ նրանց պահանջով ես ողջամիտ կասկած ունեմ, որ հենց նրանց պահանջով ԿՊ-ի վարչությունը հաստատեց այդ մարդու թեկնածությունը։ Կապրենք, կտեսնենք, թե այդ նոր նախագահը ինչ ավելի թրքասեր, թրքամետ իշխանություն գործունեություն է ծավալելու ազգային ժողովում։ Սիրելի հայրենակիցներ, ամեն դեպքում ինչպես ստացվեց, որ այս 740,000 ձայն արձանագրվեց, քվեներ արձանագրվեց, որովհետև այս իշխանությունները ամեն ինչ արեցին ընտրակաշարքի ձևով, ամենալուրջ ընտրակաշարքը, այսպես խոսում են ընդդիմադիր ուժերը ընտրակաշարք են բաժանել, ամենալուրջ ընտրակաշարքը իշխանությունն է բաժանել հենց բյուջեից, հաստատողով ազգային ժողովով հաստատված բյուջեի ծախսերի մեջ չնախատեսված ծախսերը, բոլոր սոցիալական աջակցության ծախսերը ընտրակաշարք են։ Իսկ ինչ արեց այս իշխանությունը 25 թվականի դեկտեմբերին, երբ հաստատվեց 26 թվականի բյուջեն, այնտեղ թոշակների բարձրացման մասին խոսք չկար։ Իսկ իրենք ինչ արեցին, ապրիլի 1-ից թոշակների բարձրացման որոշում կայացրեցին։ Դա ամենամեծ ընտրակաշարքն է բյուջեում նման տող չունենալով։ Իսկ հարց է չէ առաջանալու, բա որտեղից են հավաքելու այդ գումարը, որտեղից են տալու։ Եվ մենք ամենապարզ թվաբանությունը պարզ է դարձնում, որ առնվազն 65-ից 70 միլիարդ գումարի կարիք կա, որպեսզի տարեկան յուրաքանչյուր թոշակառուի թոշակը բարձրանա 10,000-ով։ Դե իրենք բարձրացրել են ապրիլի 1-ից այն նախորդ 3 ամիսների գումարը հանեցինք։ Ասենք 70 միլիարդը, 60 միլիարդը մի քիչ իջավ։ Հիմա ինչ պատկեր ունենք այսօր։ Ունենք թոշակառուներ, ովքեր 10,000 եւ ավելի բազային թոշակ ավել են ստանում, սա նախընտրակաշարք է մի անգամից եւ դա ըստ էության
աքսիոմատիկ պնդում է, ես սոցիալական աջակցություն ծրագիր, որը բյուջեում նախատեսված չէ, բայց մի ուրիշ կարևոր հարց, որտեղից է այդ գումարը։ Հուլիսի 1-ից կառավարության որոշմամբ արդեն, փոխվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգը եւ հուլիսի 1-ից ընտանիքների թիվը, որոնք ստանում էին անապահովության նպաստ, ուղղակիորեն կեսից ավել կրճատվել է։ Իսկ այդ թիվը արդեն 19-20 միլիարդ գումար է կազմում։ Այսինքն մի 3 ամսվա, 3 եւ ավել ամսվա թոշակառուների գումար, այդ նպաստների գումարներն են, որ կտեղափոխվեն այնտեղ։ Բայց մի ուրիշ կարևոր բան, ինչու է այդպես, որովհետև 10,000 թոշակառուի թոշակը 10,000 ավելացնելով գնահատման համակարգում այդ ընտանիքների անապահովության միավորը իջնում է, դառնում են ավելի ապահով, որովհետև 10,000 ավել են ստանում եւ նպաստներից զրկվում են։ Բացի այն, որ այդ ընտանիքները զրկվում են նպաստից, այդ ընտանիքի անդամները զրկվելու են նաև ապահովագրության, առողջության ապահովագրության օգտվելու հնարավորությունից, ինչու, որովհետև առողջության ապահովագրության օրենքում հստակ ֆիքսված էր 28.01 եւ ավել անապահովության միավոր գործակից ունեցող ընտանիքների անդամները օգտվում էին ապահովագրությունից առողջության։ Հիմա փաստորեն 10,000 թոշակի ավելացումը այդ ընտանիքների գնահատման համակարգով նպաստի գործակիցը իջեցնում է եւ հետեւաբար այդ ընտանիքների անդամները զրկվելու են առողջության ապահովագրության իրավունքից։ Սա պատկերացնում եք ինչ թիվ է կազմելու, բա իրենք ասում էին մենք տանելու ենք դեպի բոլորին առողջության ապահովագրության համակարգ ներառելուն, ըստ էության հակառակն են անում, մինչև հուլիս, երբ որ ես նախորդ ելույթներիցս մեկի ժամանակ հենց ազգային ժողովում ասեցի, այո, ամեն ինչ դուք անում եք մինչև հուլիս նպաստ ձեր քվեները ապահովելու համար, դրանից հետո ջրհեղեղ տարբերակն է, սկզբունքն է աշխատում, բոլորը այսպես ինչ եք ասում Տիկին Գյուլիան, հիմա տեսնում եք, որ այդպես է։ Այդ նպաստառուները զրկվում են ընտանեկան նպաստներից, այդ ընտանիքների անդամները զրկվում են առողջության ապահովության համակարգից օգտվելու հնարավորությունից, նրանք այլևս այդ խմբերի մեջ չեն, այդ սոցիալական խմբերի մեջ չեն, եւ բնականաբար ապահովագրության օգտվողների ապահովությունից օգտվելու թիվը կրճատվելու է։ Մի շատ ավելի լուրջ խնդիր, որի մասին ես վաղուց արդեն բարձրաձայնել եմ, այո, սրանք գումար չունեն ապահովագրության համակարգը մինչև տարեվերջ իրականացնելու եւ ամեն ինչ, եթե փորձելու են այդ համակարգը իրականացնելու, ապա նշանակում է դա անելու են ուրիշ գումարների հաշվին։ Մի կտորը ես արդեն ցույց տվեցի, ընտանեկան նպաստների գումարն է կրճատվելու։ Տեսեք, ընդամենը հուլիսի 1-ին, երբ Ավանեսյանը, առողջապահության նախարարը ամփոփում էր կիսամյակի արդյունքները ապահովագրական աշխատանքների, ինչ ներկայացրեց, նա ներկայացրեց, որ կառավարությունը 8 միլիարդ դրամ է ավելացրել ապահովագրական համակարգի ծախսերի համար։ Իսկ ինչու է ավելացրել, որովհետև եղած գումարը չէր բավարարում։ Առաջին եռամսյակում ավելացրել էր 2.9 միլիարդ, այսինքն արդեն 11 միլիարդին մոտ նախատեսված գումարներից ավելացվել է, իսկ ինչքան գումար էր նախատեսվել, բյուջեով նախատեսվել էր 142 միլիարդ, որից 13 միլիարդը պագի պետական առողջապահության գործակալության համար, այսինքն ասել է թե այդ խորհրդի այդ գործունեությունը ծավալող կազմակերպության գործունեության համար էր 129 միլիարդ գումար է նախատեսվել ապահովագրության համար եւ նույն նախարարի խոսքերով 97.4 միլիարդը արդեն ծախսվել է 129 եւ 97.4 Տեսեք, ես ինչ գումարի մասին է խոսքը։ Եթե նույնիսկ այն 13-ն էլ ամբողջությամբ բերենք ապահովագրական համակարգի ծախսերի շրջանակ, իսկ դա այդպես չի կարող լինել, որովհետև այդ գործակալությունը հաստատ ձերի աշխատողը չէ, նույնիսկ այս պարագայում ստացվում է, որ նախատեսված ծախսերի 64%-ը արդեն իրականացվել է, այդ ծառայությունները արդեն մատուցվել են, այդ ծախսերը արդեն իրականացվել են, գումար մնացել է 36%,
չէ, 36% մնացած կես տարիների համար, իսկ իրենց հայտարարած շահառուների թիվը, որը 1,600,000-ից նորից արդեն ավելացել է 1,700,000-ից ծառայություններից օգտվել են ընդամենը 840,000-ը, կեսից էլ քիչ, համարյա կեսը։ Այսինքն կես տարի դեռ ունենք, շահառուների թիվը կեսից ավել դեռ չեն օգտվել այդ ամեն ինչից, բայց գումարը մնացել է ընդամենը նախատեսված գումարի 36%-ը, լավ 2.9 միլիարդ ավելացրեցիք, 8 միլիարդ ավելացրեցիք, էլ ինչքան եք ավելացնելու, էլ որտեղից եք ավելացնելու, որ այս ապահովագրական համակարգը գործի մինչև տարեվերջ։ Եթե բյուջեն այդ գումարները չունի, իսկ որտեղից է ավելացնելու, կամ արտաքին պարտք, կամ ուրիշ ծրագրեր բյուջեում նախատեսված։ Ուրիշ տարբերակ չկա, սիրելի հայրենակիցներ, եւ ասեմ, որ այդ 2.9 միլիարդի 0.5 միլիարդը արդեն դեռևս առաջին եռամսյակում, դեռևս մարտին, որտեղից էին բերել էին դեկտեմբեր ամսվա վերջին եռամսյակի դեղ ապահովման ծրագրի եւ հանրային առողջության պահպանման ծրագրի գումարներ։ Պատկերացնում եք, սիրելի հայրենակիցներ, 4-րդ եռամսյակում դեղ ապահովման ծրագիրը եւ հանրային առողջության պահպանման ծրագրերը բյուջեով արդեն 0 դրամ ունեն։ Այդ ծրագրերի համար նախատեսված գումար չկա։ Լավ, այլ ինչ ծրագրեր եք դատարկելու, որ բերեք այս ապահովագրությունն իրականացնեք, որովհետեւ այդպես եք խոստացել եւ ելի եք որոշ դեպքեր, որոշ տարածքներում միգուցե անելու, որովհետեւ արժևում նաև թիմ ընտրություններ են։ Լավ, ժողովրդին ինչքան եք խաբելու։ Սիրելի հայրենակիցներ, դուք արդեն պատրաստ եղեք, որ այլևս այն, որ խոսում էին այսքան սուբվենցիոն ծրագրեր, նկատել եք, որ սուբվենցիոն ծրագրերը իրականացումը կամաց դադարել է, որ այլևս ձեր շուրջ այսպես թափով ասֆալտ չեն փռում, այլևս ձեր շուրջ այսպես թափով են դպրոցները չեն կառուցում, այլևս համայնքային սուբվենցիոն ծրագրերը չեն իրականացնում, որովհետև այդ գումարները բոլորը բերվում են առողջության ապահովագրություն։ Շատ լավ բան է, որ մարդկանց առողջության մասին մտածում եք, բայց այդ առողջության ապահովագրության գումարները դուք պետք է արդեն այս 5 տարիների մեջ լրիվ ճիշտ հաշվարկած անեք եւ ձեր գործունեությունը, քաղաքականությունը պետք է գնար կանխարգելման վրա, եթե դուք ժամանակին ու ճիշտ կանխարգել էիք շատ հիվանդություններ, այդ հիվանդությունները այդքան խորքային չէին դառնա եւ այսօր այսքան մեծ ծախսեր չէին, ձեր ապիկար առողջապահական քաղաքականության արդյունքում մենք այսօր ունենք առողջապահական այսպիսի լուրջ ծախսեր եւ ձեր մնացած բոլոր խոստումները այլևս չեք անելու, արեք մարդկանց առողջացրեք, բայց սուտ խոստումներ մի տվեք։ Սիրելի հայրենակիցներ, այս խոստումների շարքը, սուտ խոստումների ձեզ խաբելու շարքը դեռևս շարունակվելու է։ Ինչու? Որովհետև առաջիկայում թիմ ընտրություններ են եւ նրանք շատ լավ գիտեն, որ թիմ ընտրություններում արդեն զինվորների քվեարկության իրավունք չկա եւ այսպես զինվորներին տեղից տեղ տանելով այդպիսի հնարավորություններ չեն ունենալու։ Թիմ ընտրությունները շատ ավելի տեղային են եւ մարդիկ մեկը մյուսին ավելի լավ են ճանաչում եւ կեղծելը շատ ավելի դժվար է լինելու։ Եվ սիրելի հայրենակիցներ, ուղղակի ձեզ խորհուրդ, դուք շատ լավ գիտեք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր կայքում արձանագրել էր, հեռարձակել էր, տվել էր ընտրության մասնակիցների ստորագրությունների ցուցակները։ Նրանք իհարկե միգուցե արդեն ժամկետն անցել է հանվել են, բայց հաստատ ունեն շատ ընդդիմադիրներ, շատ ուժեր այդ ցուցակները, որտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր։ Փորձեք գտնել այդ ցուցակները, տեսնել թե որ հասցեներում ովքեր են ստորագրել, այդ ովքեր են ձեզ անծանոթ, ձեր հարևանները, որ չգիտես որտեղից եկել ստորագրել, փորձեք այդ ճանաչել ձեր համար ընտրություն կատարողներին, այդ ովքեր են եկել եւ փորձեք կեղծ ստորագրությունները, եթե դրանք այդպեսին կան վեր հանել, թույլ չտալ, որ դրանք շարունակվեն։ Առաջիկայում թիմ ընտրություններ են լինելու, սիրելի հայրենակիցներ, եւ նոր բռնաճնշումներ են լինելու։ Այո, նոր բռնաճնշումների պատճառներից մեկն է նաև առաջիկա թիմ ընտրություններում ընդդիմադիր ուժերին շարքերից հանելն է,
որովհետև շատ լավ գիտեմ, որ թիմ ընտրություններում այդքան մեծ կեղծելու հնարավորություն չունեն եւ թիմ ընտրությունների պարտությունը իրենց համար շատ ավելի լուրջ խնդիրներ է առաջացնելու առաջիկա արտահերթ ընտրություններում քվեներ ապահովելու, առաջիկա հանրաքվեներում քվեի ապահովելու եւ նրանք շարունակելու են այդ բռնաճնշումները։ Դե իհարկե այդ տեսանյութը ինքը անմիջապես չի տեսել, խելար չի որ տեսնի, ինքը նկարել է այդ տեսանյութը, ինքը նկարել է եւ պատկերը ցույց է տվել, ինքն է պատվիրել, այսպիսի պատկեր պետք է ապահովեք։ Ինքը իր պատվիրածը գիտի ու ինքը շատ լավ գիտի, որ այդ կատարողները ովքեր են, որ չկատարեն իր հրահանգը, ինքը սցենարը ոնց գծել է, այդպես էլ արվել է։ Ինչ պարտադիր է, որ մի հատ նորից նայի, նա համոզված է, որ իր պատվերը, իր պահանջը, այդ ուժերը չեն կարող չկատարել, դրա համար էլ չի նայել, միգուցե նաև չի նայել, բայց ինքը այդ պատկերը շատ լավ գիտի, որովհետև այդ պատկերի այդ սցենարի նկարողը ինքն է եւ ելի եմ կրկնում գիտեք այդպիսի հոգեխանգարմունքի մեջ գտնվող մարդուց լուրջ պատասխան սպասելը աբսուրդ է սիրելի հայրենակիցներ այսպես ես ուղակի ավարտելով իմ խոսքը ուղակի խնդրում եմ դիմում եմ ձեզ մի հուսահատվեք այո մենք մեր նպատակին չենք հասել այս իշխանություններին չենք հեռացրել իշխանությունից բայց հիշենք որ իրենք էլ իրենց նպատակին չեն հասել իրենք իրենց պահանջած 2/3-ը իրենց ուզած 2/3-ը չեն ստացել իրենց 3/5-ը իրենք գողացել են այդ էլ չեն ստացել եւ այնպես որ մենք մեր ճանապարհում առաջընթաց ենք գրանցել իրենք իրենց ճանապարհում հետընթաց են գրանցել ի վերջո աճող եւ նվազող ֆունկցիաները միտեղ պետք է հատվեն սիրելի հայրենակիցներ պայքարը պետք է շարունակենք եւ պայքարը պետք է ավելի արագացված տեմպերով արդյունքի հասնի Էլի կրկնում եմ եկեք համատենք 300,000-ը դարձել է 600,000 իրենց 680 հասել է 740,000 աճել է 60,000-ով մեր ընդդիմության ձայները աճել են 300,000-ով այս համամասնությունը ի վերջո բերելու է մեր ուզած արդյունքին այս իշխանությունները հեռանալու են մի հուսահատվեք պայքարը շարունակվում է պայքարը շարունակելու ենք եւ ես ելի կրկնում եմ քանի դեռ կան այս իշխանություններին հեռացնելու համար պայքարողներ այս իշխանությունները հեռանալու են եթե դա այդպես չլիներ իրենք այս հարցակումները բռնաճնշումները ընդդիմադիր ուժերի վրա չէին շարունակի համոզված եղեք այո իրենք շատ լավ դա հասկանում են եւ բռնաճնշումները շատացնում են բայց ինչքան բռնաճնշումները մեծանում են այնքան իրենց իշխանության դեմ տրամադրվողները շատանում են եւ այնպես որ այս պայքարը հաստատ հաղթանակ է ունենալու դժվար երկար ճանապարհ է բայց հաղթանակը անխուսափելի է այս իշխանությունների հեռացումը անխուսափելի է եւ միշտ հիշենք ոչ մի լավ բան հեշտ չի տրվում իսկ այս պահին ցավոք սրտի տեսեք ինչի մասին ենք խոսում այս իշխանություններից հեռացնելը դարձել է մեզ համար լավ բան այո որովհետեւ այս իշխանությունների հեռացումից է սկսվելու մեր երկրի փրկության գործը Եվ դա մենք անելու ենք, համոզված եղեք։ Շնորհակալություն։